Աման օրը և Սուրբ Ծնունդը մարդիկ նշում են տարբեր միջավայրերում, ոմանք ընկերների հետ, ոմանք ընտանիքի։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նախընտրում է նշել տանը, ընտանիքի հետ։ Ինչպես միշտ տանը, ընտանիքիս, ընկերներիս, բարեկամներիս այցելելով, իրենց հետ ժամանակը անցկացնելով և վայելելով, հանգստանալով նաև։ Քաղաքագետի համար Աման օրը և Սուրբ Ծնունդը ունեն մտորելու ուղերձ։ Ինչպես նա է նշում, ակամայից դա մի ժամանակաշրջան է, երբ ամփոփում ենք անցածը։ Նախանշում գալիքը, այնպես ինչպես մենք կուզեինք, և ըստ այդմ էլ մեր անելիքները, ինչ-որտեղ էլ նաև ինքնագնահատականի ժամանակ է, որտեղ ենք հաջողել, որտեղ ենք թերացել, որտեղ են մեր բաց թողումները, որտեղ են այո սխալները։ Ռուբեն Մեհրաբյանի ուղերձը հայ ժողովրդին 2026 թվականին այն է, որ ոչ մի դեպքում չպետք է ընկճվել և հանձնվել, պետք է հավատալ հայ ժողովրդի անսահման ուժերին, որն անկասկած այն ունի։ Դրա ապացույցը մեր բազմադարյա պատմությունն է, որը չէր կարող լինել և բազմաթիվ պահեր են եղել, երբ այդ պատմությունը պետք է վերջանար և չի վերջացել հենց դրա շնորհիվ։ Իսկ մենք հիմա շատ ավելի շահեկան վիճակում ենք, բայց անհրաժեշտ է ջանք, եռանդ, հետևողականություն, աշխատանք և հույս, հավատ և նաև սեր մեր հասարակության մեջ մեկս մյուսի նկատմամբ, այդ ամենը մեզ կտանի առաջ, և դա այն է, ինչ տարբերում է մեզ մեր հակառակորդներից։ Լիլիթ Աբրահամյան, Սարգիս Հակոբյան, Ռադար Արմենիա։